Պարոն վարչապետ, շարունակելով Ծառուկյանի թեման, քաղաքաշարժի ընթացքում դուք Ծառուկյանին ուղղված հետևյալ խոսքերն եք ասում, գլուխդ պատին կտած, սաղին չոկացնելու բերելու ենք պատասխանատվության, Ծառուկյան Գագիկ լեզուդ երկարելա, ես քեզ ասում եմ, եւ ձեր այս հայտարարությունից հրապարակային սպառնալիքից հետո մենք տեսնում ենք, որ ԱԱԾ-ականները գնում են կանգնած ոչինչ չանող, ժպտացող Գագիկ Ծառուկյանին թևերից բռնում են եւ գցում են հատակին, սրանով դուք ինչ ուղերձ եք փոխանցում հանրությանը, մյուս անձանց, ինչ եք ուզում դուք սրանով ասել, որովհետեւ մեր տեղեկություններով այդ տեսարանը եղել է այն ժամանակ, երբ որ ԱԱԾ-ն մտել է Ծառուկյանի առանձնատուն, իսկ ձերբակալումը եղել է դրանից 12 ժամ անց, եթե դա ձերբակալման բուն պրոցեսը չէր, ապա այդ տեսարանը ինչի էր բերմադրվում, սրա ուղերձը, մեսիջը հանրությանը ո՞րն է, պարոն վարչապետ, եւ Ծառուկյանի կենդանիների այդ թեման 2000-ականներից, եթե չեմ սխալվում, մամուլում շրջանառվում է, բայց գոնե ձեր իշխանության օրոք դա հայտնի էր 2020 թվականից, երբ որ ԱԱԾ-ն ընտրակաշառքի գործով մտավ, կադրեր հրապարակվեցին նաև այդ խրտվիլակներից, կենդանաբանական այգուց, ավելին 2024 թվականին մի բլոգեր միլիոնանոց լսարանով մտավ այդ ամեն ինչը նկարահանեց, Քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցեց, բայց հետո գործը տեղից չէր շարժվում, ինչքան հարցնում էինք, ասում էին զարգացումներ չկան։ Եվ հիմա այսպիսի կարծիքներ կան, քննադատություններ ձեզ ուղղված, պարոն վարչապետ, որ գիտեիք, չէիք դա օգտագործում եւ պահում էիք որպես մահակ ընդդիմախոսների, ընդդիմադիրների նկատմամբ եւ քաղաքական նպատակահարմարության պայմանավորված դա օգտագործում եք։ Ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Ուղղանում հետեւյալ կեր, որ ինչպես ասել եմ, 8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել այդ թվում դատա իրավական մաֆիայի դեմ եւ այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատա իրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատա իրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի դա նաեւ նրա մասին է խոսում, որ մինչեւ հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են, որ քաղաքական հետապնդում, ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել մինչև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար, եւ դրա վերջը պետքա տրվի եւ դրա վերջը պետքա տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով։ Երկու հարցի հետ կապված է։ Պարոն Փաշինյան, նորից պետք է անդրադառնամ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, այդ դրվագներին։ Օրինակ դուք որ այդ տեսնում եք, ինչ եք զգում։ Այսպես մարդը կանգնած է, աշխատակիցը սենց խփում է, այդ այն տրամաբանության մեջ է, որ պարկեցրեք գետին, ձեր նախորդ հրահանգները փռեք ասֆալտին, պարկեցրեք գետին, որ ձեր հոգին փառավորվի դրանից։ Սա մեկ եւ պարոն Փաշինյան Բայրամով էլի խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին եւ եթե չհանենք տարածքային պահանջները, այսպես ասած ճակերտավոր սահմանադրությունից խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Ի վերջո սահմանադրության տեքստը թեև նախարարն ասել էր, որ մարտին կհրապարակվի, մինչև հիմա մենք այդ տեքստը չենք տեսել, ինչ եք պատրաստվում անել, երբ է լինելու այդ տեքստը, երբ ենք տեսնելու եւ երբ են այդ Ադրբեջանի ասած փոփոխությունները տեղ ունենալու։ Կարողանալու եք դա անեք, եթե չունեք սահմանադրական մեծամասնություն։ Ես ձեզ համար նորություն ունեմ, ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու եւ ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցը թե ինչու այդ հրահանգները մինչեւ հիմա չեն կատարվել։
Այսինքն հարցը տեղ է, ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին եւ դրա օգտին է քվեարկել։ Ինչ վերաբերվում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա եւ ես ասել եմ, որ նախկինում էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ, մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Այսինքն նախընտրական ծրագրում արձանագրված է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը եւ ժողովուրդը քվեարկել է 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդանում ուժերի հարաբերակցությունը սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգ կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Հրապարակենք պատե հառիթով։ Դե այն ժամանակ ինչ հապաղումը նրանում էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները, երբ որ մենք քննարկում ունեցանք, նրանցից շատերը ունեին առաջարկներ եւ մենք հասկացանք, որ այդ առաջարկները, քանի որ նախընտրական շրջան է մոտենում, հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարողանալու քննարկենք եւ որոշեցինք, որ առաջարկների ժամկետը հետաձգենք մինչեւ ընտրություններից հետո, որպեսզի այդ առաջարկները հանդարտ պայմաններում կարողանանք քննարկել, չստացվի, որ առանց պատշաճ քննարկումների ներթիմային ինչ որ տարբերակ է հրապարակվել։ Հիմա այդ ժամկետը առաջարկների ներկայացման սպառվել է, առաջարկները քննարկվել են, վերջին անգամ, երբ որ մենք խոսում ենք, մի առաջարկ է, եթե չեմ սխալվում, մնացել, որի շուրջ պետք է որոշում կայացնենք, որից հետո կհրապարակենք տեքստը։ Կոնկրետ ժամկետներ հիմա չեմ ասի, նկատի ունեմ, բայց մինչև տարվա վերջ կհրապարակենք։ Շնորհակալություն հանրային հեռուստաընկերություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, թեման շարունակելով հետաքրքիր է ինչ զարգացումներ